2008-ի մարտի 1, 2013-ի ապրիլի 9, իսկ մինչև այդ 2004-ի ապրիլի 12 եւ այլն։ Արյունալի կամ բախումներով հայտնի հետընտրական զարգացումների տարեթվերն են, որոնք տարբեր գնահատականներով կեղծված ընտրությունների արտացոլումն էին փողոցներում։ Թավշյա հեղափոխությունից առաջ հաճախ այս մեթոդներով էին պահում իշխանությունը։ 2018-ին ընթացքը փոխվեց, վերջին 2021 թվականի արտահերթ ընտրություններն անցկացվեցին ըստ դիտորդների գնահատականների, կազմակերպված սահուն առանց կոպիտ խախտումների։ 2026 թվական նոր ընտրություններ հին սովորույթների վերադարձի փորձերով։ Հին կառավարիչները հիմա էլ մտադիր են հետընտրական զարգացումներ սադրելով հեղաշրջում իրականացնել։ Եթե փորձեն լկտիաբար հաղթանակը տանել մեզանից, ուրեմն ստանալով են հեղափոխություն։ Փորձել հաղթանակը եւ տալ իր իրավահաջորդին Սերժ Սարգսյանին, փորձել է նույն Ռոբերտ Քոչարյանը 2008-ին, եւ դա ավարտվել է մարտի 1-ի ողբերգությամբ, երբ իշխանության ուղիղ ցուցումով կրակել են մարդկանց վրա, խաղաղ ցուցարարների վրա։ Ռուսաստանից մասկվայց կոնկրետ ասում են, որ հանգարց եթե անգամ անցնի էլ Նիկոլա Ոչ սահմանադրական գործողությունների պատրաստ ուժերի ժողովրդին սիրաշահելու միջոցը փողն է։ Մինչև ընտրությունները իրենց օգտին քվեարկելու սպառնալիքով հետընտրական շրջանում փողոց դուրս գալուն պատրաստելու։ Հակակոռուպցիոն կոմիտեն ազգային անվտանգության ծառայության հետ գործակցելով մայիսի 8-ից ամենօրյա ռեժիմով բացահայտումներ է անում։ Ընտրական հանցագործությունների փաստերը հիմնավորող ձայնագրություններ հրապարակում, բայց արմատական ընդդիմությունը շարունակում է գործել նույն ոճով։ Եթե հանկարծ կնան այդպիսի խեղկատակ քայլերի, դա ունենալու է իր լուրջ հետևանքները։ Դուք մեզ լուրջ օգնելու եք, 24/7 ռեժիմով պայքարելու ենք։ Սա մի ընտրություն է, որի ընթացքում ընդդիմությունն է ընտրակաշարք բաժանում։ Մենք սովոր ենք եղել, երբ իշխանություններն են ընտրակաշարք բաժանել, հիմա տեսնում ենք, որ ընդդիմությունն է սա անում։ Չնայած եթե մի քիչ էլ հետ անցյալ գնալու լինենք, ապա եղել են իրավիճակներ, որ եւ իշխանությունները եւ ընդդիմությունը ընտրակաշարք են բաժանել, բայց այդ ընդդիմությունները տարբեր դեմքեր են ունեցել։ Ամենակարևոր տարբերությունը ընտրակաշարքի հետ կապված այն է, որ 2017 թվականին իրավապահները ընտրակաշարքի քողարկմամբ էին զբաղված, հիմա իրավապահները ընտրակաշարքի դեմ պայքարով են զբաղված։ Հեղաշրջման իրական սպառնալիք ըստ քաղաքագետների չկա։ Ենթադրվում է, որ կլինեն փողոցներ փակելու փորձեր, կարճատև եւ առանց լուրջ արդյունքի հանրահավաքներ։ Հայաստանի հասարակության մեծ մասը հասկանում է ինչ է կատարվում, իր քվեի իր ընտրության տերն է եւ հետեւաբար ընտրությունից հետո փողոց դուրս չի գալու։ Եվ այսպիսի դեստրուկտիվ սցենարների հավանականությունը կա, բայց այն շատ ցածր է։ Այս մեթոդի շուրջ խոսակցությունները նոր չեն, այսինքն ի սկզբանե հավաքել բավարար, այսպես ասած, նյութ, որպեսզի կարողանան հետընտրական գործընթացներ հարուցել։ Առավել կարևորը լինելու է ընտրությունների որակը եւ կարծում եմ պակաս չի լինելու եւ դիտորդական առաքելությունների եւ ընտրատեղամասերում ընդդիմադիր գործիչների ներկայության, այսինքն անձնաժողովների անդամների մակարդակում, եթե դա այդպես լինի, ապա ես շատ դժվար եմ պատկերացնում, թե ինչ հիմքով պիտի գործընթացներ հարուցի ընդդիմության որևէ թևը։ Ընտրություններից առաջ եւ հետո հավաքներ անցկացնելու իրավունք ունեն բոլորը, եթե ունեն արդյունքները կեղծելու վերաբերյալ հիմքեր, բայց նկատվում է միտում Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրությունների արհեստական ապալեգիտիմացման ուղղությամբ, ընդգծում է անկախ դիտող դաշինքի ներկայացուցիչը։ Իսկ ընդդիմության տարբեր թևերը գործընթացներ հարուցելու իրական հիմքեր չեն ունենա։ Դրա համար կեղծ ահազանգերը պետք է բացահայտել ու բացառել հենց նույն հիմքերը վերացնելու նպատակով, նշում է Իոնիսյանը։ Քվեն գողանալ դա ֆանտաստիկայի ժանրից է։ Քվեն գողան վերջին անգամ ընտրողի քվեի գողացում, որ մենք տեսացել ենք 2015 թվին է եղել։ 2017 թվականից սկսած, այսինքն դեռևս հեղափոխությունից առաջ, ընտրությունների հետ կապված հիմնական խնդիրները եղել են ընտրակաշարք, վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրողների վրա տարբեր ազդեցություն, բայց ընտրողները տեղամասերում ում համար որ քվեաթերթիկ գցել են, ինչպես որ գցել են, այդպես էլ ուժերը ներկայացված են եղել ազգային ժողովում, սկսած 2017 թվականից։ Սա շատ կարևոր է եւ ես կարծում եմ, որ եթե մեր հանրությունը սա հստակ հասկանա, ապա արհեստական ընտրությունների ապալեգետիմացում եւ դրանով հետընտրական ինչ որ բողոքի ցույցերի
արհեստական գեներացիան չի ստացվի։ Իրավապահները աչալուրջ են, դիտորդական կազմակերպությունները հետևողական, իսկ քաղաքագետները եզրահանգում են։ Հայ հանրությունը, որը տեսել է իր քվեարկության արդյունքը, պատրաստ չէ փողոց դուրս գալ ներկա ընդդիմադիր ուժերի հետ, իսկ նրանք, որոնց մոտիվացիան գումարն է, պատրաստ չեն քաղաքական պայքարի։ Տեսնում ենք, չէ, հակակոռուպցիոնը ինչպիսի աուդիո ձայնագրություններ է հանրայնացնում, եւ այնտեղ հասկանալի է, որ այդ բոլոր մարդիկ, ովքեր գալիս են այդ միտինգներին եւ բողոքի ինչ-որ ակցիաներին, գալիս են փողով։ Ես եմ կարծում, որ այդ փողով անընդհատ հնարավոր է մարդկանց բերել միտինգների եւ ամենակարևորը հասնել նրան, ինչը նրանք երկար տարիներ երազում են եւ ինչը իրենց մոտ չի ստացվում, այն ինչ որ կոչվում է կրիտիկական զանգված։ Իսկ այդպիսի գործողությունների համար, իշխանափոխության համար, հեղափոխության համար անհրաժեշտ է կրիտիկական զանգված, այն ինչ եղել է 2018-ի գարնանը։ Անխոս կան մարդիկ, որոնք դժգոհ են այս իշխանություններից, չկա դրանք կասկած, բայց եթե տարբեր սադրանքների չդիմեն, ապա ինչպես պիտի կարողանան մոբիլիզացնել մեծաթիվ մարդկանց, որոնք պատրաստ են գնալ փողոցային գործողությունների։ Տարբեր ձևերով ունեն իհարկե իրենց աջակցող խմբեր, բայց իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ հանկարծ բռնությունների ճանապարհով չգնանք։ Ընդդիմության գործիքներից մեկը Խարատյանը համարում է ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու մարտավարությունը։ Ըստ նրա, իշխանությունը պետք է ջանք չխնայի լեգիտիմ ընտրություններ անցկացնելու համար։ Եթե ընտրությունները անցնում են արդար, ազատ եւ թափանցիկ, ապա այդ պարագայում իրենք պիտի փորձեն ինչ որ նոր փաստարկներով կամ այլ փաստարկներով գործողությունների գնալ։ Ես չէի ուզի նկարագրել հիմա ինչ որ գործողություններ, բայց կարծում եմ, որ կան խմբեր, որոնք գուցե եւ նաեւ պատրաստ են ինչ որ ֆիզիկական բռնության ճանապարհով էսկալացիայի գնալ, մեծ հույս ունեմ, որ այդպիսի արկածախնդրության ականատես չենք լինելու։ Ես լսում եմ տարբեր այդ ընդդիմության առաջնորդների կողմից ինչ որ ահազանգեր, որ վարչական ռեսուրս է կիրառվում։ Համապատասխան իրավապահ մարմինները պետք է այդ ահազանգների հետևից գնան եւ բաց բոլորի համար, հանրության ԶԼՄ-ների համար այդ ամենը բացահայտեն։ Եթե այդպիսի դեպքեր են եղել, մեղավորները պետք է պատժվեն։ Իշխանությունը պետք է հետևողական լինի, որպեսզի իր հաղթանակը որևէ մոտ կասկած չառաջացնի։ Այն հաղթանակը, որի նախանշույլները ես արդեն այսօր տեսնում եմ։ Իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր մենք տեսնում ենք։ Ընդդիմության կողմից ընտրակաշառքի դեպքեր շատ ավելի զանգվածային, շատ ավելի ծավալուն մենք տեսնում ենք։ Մենք տեսնում ենք Ռուսաստանի միջամտությունը եւ դա եւս ազդում է։ Մենք տեսնում ենք տարբեր դրսեւորումներ։ Բայց այդ տարբեր դրսեւորումները ընտրողի վրա ազդեցության դրսեւորումներ են։ Ամեն դեպքում ընտրողը տեղամասում մենակ է, ընտրողը տեղամասում գաղտնի է քվեարկում, ոչ մեկ չի իմանում, թե ընտրողը ինչպես է քվեարկում, եւ ում որ ընտրողը քվեարկի, ինքն էլ ընտրվելու է։ Եվ հնարավոր չլինի մարդկանց խաբել, չկեղծված ընտրությունը մարդկանց ներկայացնել որպես կեղծված ընտրություն։ Իսկ վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրակաշառքը եւ նույնիսկ Ռուսաստանի Դաշնության միջամտության փորձերը կարող են ազդել կարծիքի ձևավորման վրա, բայց ոչ քվեն կեղծելու, վստահ է Դանիել Իոնիսյանը։ Հաջորդ սցենարն էլ են դիտարկում քաղաքագետները։ Եթե փողոցային պայքարը ձախողեն, ուրեմն ընդդիմադիրները պիտի գնան խորհրդարան 2021-ի նման։ Կլինի դա Սամվել Կարապետյանի տեսքով, Գագիկ Ծառուկյանի տեսքով կամ նույն Ռոբերտ Քոչարյանի տեսքով, եթե նրանք անցնեն, նրանց սուսուփուց գնալու են եւ մանդատները վերցնեն։ Եթե նրանք վերցնելու են մանդատները, դա փաստացի եւ ոչ միայն փաստացի, այլ նաեւ իրավաբանորեն նշանակում է, որ նրանք ընդունում են ընտրությունների արդյունքները։ Իսկ եթե նրանք ընդունում են ընտրությունների արդյունքները եւ վերցնում են մանդատները եւ հայտնվում են խորհրդարանում, դա նշանակում է մեկ բան, որ բոլոր նրանց փորձերը ցուցաբերել ինչ-որ փողոցային ակտիվություն, անհնազանդություն եւ անհամաձայնություն ընտրությունների արդյունքների հետ, այն արդյունքների հետ, որոնք լինելու է միայն եւ միայն ինչ-որ աչքակապություն, խաբեություն եւ սեփական ընտրազանգվածին խաբելի փորձ։ Ընդդիմադիր դաշտում շատ են տարբեր խաղացողները, ընտրությունների արդյունքները կարևոր են լինելու եւ էական, ամեն մեկը պիտի ստանա իր քվեն եւ այդ քվեի հետ կապված, եթե իրենք կասկածի տեղ կունենան կամ օրինակ փաստարկ կլինի, թե իբր կամ փաստարկ կունենան, թե իրենց ընտրողները տեղ չեն հասել, իրենց զայները տեղ չեն հասել, ապա առաջին հերթին կունենան իրավական ճանապարհը։ Մենք դեռ թեժ փուլում ենք նախընտրական եւ առաջիկա 10 օրերը ենթադրում եմ նաեւ սյուրպրիզների պակաս չեն ունենալու։
Ընդդիմությունը հեղափոխության հիմքեր չունի, քանի որ իշխանությունը լեգիտիմ ընտրություններ երաշխավորելու հեղափոխական քայլեր է անում, գնահատում են վերլուծաբանները։ Իշխանությունը այնուամենայնիվս նրանց կարիք ունի հեղափոխությունների տարբեր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, տնտեսությունը, իսկ ընտրություններից հետո ակնկալվում է, որ փողոցում ոչ թե հեղաշրջման կոչեր ու կրակոցներ, այլ երաժշտությունը կշարունակի հնչել։ Վարդուհի Արզումանյան, Դավիթ Մաչկալյան, Ժիրայր Հավետյան եւ Արմեն Գրիգորյան, Կիրակնորյալ լուրեր։